2020 թվականի մարտի 16-ից 7-րդ գումարման ազգային ժողովը գործել է արտակարգ դրության պայմաններում։ Արտակարգ դրության առիթով խորհրդարանը 5 հատուկ նիստ է հրավիրել։ Այսօր 15 հատ նոր դեպք ենք ունեցել։ Սա ցույց է տալիս, որ արտակարգ դրությունը, adekvat լուծում է արձագանքային իրավիճակին։ Երկարաձգել, քանի որ չեն վերացել այն հիմնական պատճառները, որոնք որ հիմք են հանդիսացել արտակարգ իրավիճակով պայմանավորված արտակարգ դրության հայտարարմանը։ Ռեժիմի երկարաձգման հարցը իրապես ոչ ցանկալի, բայց անհրաժեշտ քայլ է։ Բոլորիդ կոչ եմ անում կրել դիմակներ եւ դրանք անել միայն սնվելիս։ Ռիսկերը չեզոքացված չեն։ Ներկայդրությամբ համավարակի հետ կապված իրավիճակը մնում է մտահոգիչ, սակայն նաև կառավարելի առողջապահական սպասարկման տեսանկյունից։ Կառավարությունը հայտարարում է արտակարգ դրություն սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում։ Արտակարգ դրություն հայտարարելուց հետո իրավունքի ուժով անհապաղ գումարվում է ազգային ժողովի հատուկ նիստ։ Արտակարգ դրությամբ պայմանավորված ազգային ժողովը հրավիրել է 8 արտահերթ նիստ, 6-ը կառավարության, 2-ը падգամավորների նախաձեռնությամբ։ Մի քանի նիստ գումարվել է ուշ երեկոյան, շարունակվել մինչև կեսգիշեր։ Ընդունվել է արտակարգ իրավիճակից բխող շուրջ 20 օրենսդրական նախաձեռնություն, գրեթե բոլորը հատուկ ընթացակարգով։ Կարևոր մի քանի նախաձեռնություն քննարկվել եւ ընդունվել է առանց խորհրդարանական ընդդիմության։ Նախագծերից 3-ը հեղինակել են падգամավորները, 2-ը Իմ քայլից, 1-ը Բարգավաճ Հայաստանից։ Ընդդիմությունը 2 անգամ օգտվել է արտակարգ դրության իրավական ռեժիմով նախատեսված միջոցառումների իրականացումը չեղարկելու սահմանադրական իրավունքից։ Ազգային ժողովը իրավասու է վերացնել արտակարգ դրությունը կամ չեղյալ հայտարարել նախատեսված միջոցառումների իրականացումը, եթե որևէ խմբակցություն համապատասխան նախագիծ է ներկայացրել։ Նախագիծը քվեարկության է դրվում առանց քննարկման, ընդունվում падգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ։ Ապրիլի 13-ին Լուսավոր Հայաստանը առաջարկել է չեղարկել արտակարգ դրության ռեժիմով պայմանավորված որոշ սահմանափակումներ եւ թույլատրել Երևանի մետրոպոլիտենի միջմարզային տրանսպորտի տնտեսվարող որոշ սուբյեկտների գործունեությունը։ Նախագիծը չի ընդունվել, կողմ են քվեարկել միայն Լուսավոր Հայաստանի падգամավորները։ Հուլիսի 13-ին Բարգավաճ Հայաստանը առաջարկել է չեղարկել արտակարգ դրության ընթացքում հավաքներ եւ հանրային միջոցառումներ իրականացնելու սահմանափակումները։ Նախագիծը չի ընդունվել, կողմ է քվեարկել Լուսավոր Հայաստանի եւ Բարգավաճ Հայաստանի 20 падգամավոր։ Կա շանս, որ այս դիմակը կարա օգնի փրկել մարդու կյանքը, կա շանս։ Հիմա ասում են կրեք այդ անտերը, ժողովուրդ ջան։ Ես որպես ազգային ժողովի նախագահ նախազգուշացում եմ հայտարարելու եւ ապա եթե անհրաժեշտ լինի դահլիճից դուրս եմ հրավիրելու 1 օրով, եթե անհրաժեշտ լինի ապա 7 օրով բոլոր այն падգամավորներին, ովքեր դիմակ չեն կրում։ Մեկ ամիս անց տեղեկատվական սահմանափակումները հանվել են, իսկ ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումը խախտելու տուգանքի չափը նվազեցվել 100,000-ից դառնալով 10,000 դրամ։ Վարակի տարածումը կանխելու նպատակով թույլատրվել է հեռախոսազանգի միջոցով որոշել քաղաքացու գտնվելու վայրը, շփումների շրջանակը, տեղեկությունները փոխանցել համապատասխան մարմիններին։ Ոչ ֆիզիկապես, այլ հեռախոսի միջոցով շփման շրջանակը մեզ չի տալու այն մարդկանց ցուցակում, այդ ֆիզիկապես մարդը շփվել է։ Բարգավաճ Հայաստանը կողմ է քվեարկել վերապահումով, Լուսավոր Հայաստանը դեմ։
Տվյալների փոխանցման մասին օրենսդրական փաթեթն ընդունելու համար կառավարության նախաձեռնությամբ 2 արտահերթ նիստ է հրավիրվել, նույն օրակարգով։ Առաջին ընթերցում անցած փաթեթի երկրորդ քվեարկությանը ընդդիմությունը չի մասնակցել։ Մենք տեսնում ենք ոնց որ թե իշխող խմբակցությունը 65 հոգուց ավել մարդ չունի։ Ես առաջարկում եմ չմասնակցել քվեարկությանը մեր գործընկերներին Բարգավաճ Հայաստանի։ Իշխանությունը չի կարողացել ապահովել անհրաժեշտ թվով կողմ ձայներ։ Մարտի 31-ի երեկոյան հրավիրված երկրորդ արտահերթին մասնակցել է միայն Իմ քայլը խմբակցությունը։ Ընդդիմությունը չկա։ Նոր նայում էի Էդմոն Մարուքյանի լայվը, ասում էր մեզ ուշ են տեղեկացրել։ Իմ քայլի պատգամավորները առաջարկել են ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին օրենքով սահմանել նպաստ, մեկուսացման կամ ինքնամեկուսացման հետևանքով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում։ Առաջին ընթերցմամբ 102 կողմ 1 դեմ ձայնով ընդունված նախագծին մեծամասնությունը երկրորդ ընթերցմամբ քվեարկել է դեմ, ընդդիմությունը կողմ։